Քաջարանի արվեստի դպրոցը 60 տարեկան է։ Հոբելյանական օրվա միջոցառումները մեկնարկեցին հաստատության բակից հյուրերին դիմավորելու հանդիսավոր արարողությամբ, կրթօջախի սաների ազգային պարերի կատարմամբ։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին համայնքային իշխանության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչները, երկարամյա դասատուներ եւ մի շարք այլ հյուրեր։ Աշխատել եմ 77 թվականից ուսումնարան ավարտելուց հետո ու մաքուր 46 տարի աշխատել եմ։ Նոր ավարտած մտնում ես դասարան, վախենում ես, չգիտես ինչ պիտի ասես, ինչ պիտի սովորացնես ու աստիճանաբար թե տնօրենի օգնությամբ, թե ընկերուհիների օգնությամբ արդեն հունի մեջ ես մտնում ու հենց առաջի տարիներից լավ աշակերտներ ունեի ես։ Մշակույթը հենց մեր ընտանիքից սկսված շատ մեծ դեր է խաղում։ Հենց երևի դա է պատճառը, որ իմ տղան հաճախում է եւ քյամանչագործիկ եւ թատերարվեստի բաժին։ Տնօրեն Արմինե Թումանյանը նշում է, անձի բազմակողմանի զարգացման համար երեխաներին գեղագիտական դաստիարակություն տալը կարևոր եւ պարտադիր նախապայման է։ 2013 թվականից տնօրեն եմ, մեր մոտ 2013 թվականից բացվել են նոր բաժիններ, թատերարվեստ, պարարվեստ, ժողովրդավարների շվի, արդեն 2 տարի մենք ունենք տեխնիկային թատրոն, աշակերտների թիվն է բավականին ավելացել, թվով ունենք 340 աշակերտ։ Կրթօջախի սաները հաջողություններ են գրանցում թե հանրապետությունում, թե դրա սահմաններից դուրս։ Դպրոցի նվաճումների գործում մեծ է նաև Քաջարանի համայնքապետարանի դերը։ Մանվել Փարամազյանը շնորհավորելով օրվա առթիվ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ մաղթեց։ Այդ հաջողությունները մեզ բոլորիս ոգևորում եւ ուժ է տալիս։ Ինչպես միշտ, այսօր իմ աջակցությամբ կանգնած եմ բոլորի կողքին, խրախուսելու եւ աջակցելու ցանկացած ձեռքբերում եւ նախաձեռնություն։ Եվ ինչպես թեւավոր խոսքն է ասում, բարձրագույն նպատակը, որին կարող է ծառայել արվեստը, այն է, որ մարդիկ ավելի խորը հասկանան կյանքը եւ ավելի սիրեն այն։ Դպրոցը հաստատվեց մի փոքրիկ տնակում։ Սկզբնական շրջանում սովորում էր ընդամենը 10 աշակերտ։ Հիմնադրումից 6 տարի անց մասնաճյուղը դարձավ ինքնուրույն դպրոց։ Դպրոցի կազմավորման, երեխաների կրթության գործում ունեցած ներդրման համար համայնքի ղեկավարը շնորհակալագրեր հանձնեց նախկին եւ գործող տնօրեններին, վաստակաշատ ուսուցիչներին։ Դպրոցի երկրորդ տնօրեն Լիաննա Հակոբյանը։ Լինելով հնի ու նորի պայքարում, դպրոցը կարողացել է դիմակայել իր գոյության իրավունքի մարտահրավերներին։ Հիրավի կանգուն է կրթօջախը այն նվիրատների շնորհիվ, ովքեր անմռունչ ու անկոտրում, անխոնջ աշխատանքի ու անկասելի համառության պայքարում կանգնել են հաղթողների շարքում։ Էլ ինչ տոն առանց նվերների։ Համայնքի ղեկավարի անունից 2 դաշնամուր շուտով կհասնի հաստատություն։ Նախկին տնօրեններից Սուրեն Խաչատրյանը նույնպես դատարկաձեռն չէր եկել։ Ջութակ էր բերել հարազատ հուշեր արթնացնող դպրոցի համար։ Դպրոցի կրթամշակութային ծրագրերին մշտապես աջակցելու համար Արմինե Թումանյանն անվանական հուշամեդալներ հանձնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին, ձեռնարկության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։ Միջոցառումը եզրափակվեց սաների երաժշտական կատարումներով։ Աննա Մելքումյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք լուրեր։